Մեծ պահքի 4-րդ կիրակին Սուրբ Էջմիածնի մայր տաճարում պատարագեց Տեր Հովհաննես քահանա Քեսաբլյանը։ Կիրակնօրյա պատարագի ժամանակ օրվա խորհուրդը մեկնեց Մայրաթորի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանը։ Պահոց շրջանի այս կիրակին անիրավ տնտեսի անունով է կոչվում։ Օրն իր անունը ստացել է ավետարանական համանուն առակի խորհրդով։ Քրիստոսի առակներից այդ մեկում պատմվում է մի մեծահարուստ մարդու մասին, որը տնտեսության բոլոր գործերը վստահել էր իր տնտեսին։ Մեծահարուստը լսում է, թե տնտեսը վատնում է իր ունեցվածքը եւ ազատում է նրան աշխատանքից։ Ըստ առակի, աշխատանքը կորցրած մարդը փոխանակընկճվելու, հեռանալուց առաջ թեթևացնում է մեծահարուստի պարտապանների վիճակը։ Մեծահարուստը սակայն ոչ թե բարկանում, այլ հակառակը գովում է նրան։ Այս կիրակին հիշեցնում է, որ պետք է հեռու մնալ ագահությունից, հուսահատությունից, չմոռանանք, որ երկրային կյանքը, ունեցվածքը, պաշտոնն ու հարստությունը ժամանակավոր են, հոգևոր հաշվետվության պետք է պատրաստ լինեն բոլորը։ Այս առակով Քրիստոս պատգամում է հոգևոր կյանքում էլ ջանք ու եռանդ գործադրել, ապահովելու համար հոգու փրկությունը։ Արշակ Սրբազանն իր քարոզում խոսեց լավատեսության եւ հույսի մասին, նույնիսկ ամենաբարդ ու անելանելի թվացող իրավիճակներում։ Մեծ պահքի հաջորդ կիրակին կոչվում է Դատավորի կիրակի։ Հերմինե Հակոբյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։